Արշակ Ղամբարյան, Արջ, բարձրահասակ, հաղթանդամ, խորհրդային տարիներին բռնցքամարտիկ, ով չէր կարողանում նոկաուտ նոկդաունի ուղարկել հակառակորդներին, եւ այդ պատճառով բռնցքամարտիկի կարիերան մշտապես տուժում էր։ 1988 թվականի համաժողովրդական շարժման առաջին օրվանից Ազատության հրապարակում էր, մասնակից 22-օրյա հացադուլին։ Ռազմական գործողություններին սկսել է մասնակցել այն ժամանակներից, երբ խորհրդային իրավապահ մարմինները դրանց մասնակիցներին ձերբակալում էին։ Այդպես 1989 թվականին Արշակ Ղամբարյանը Սյունիքում ձերբակալվում է, իսկ ազատ արձակվելուց անմիջապես հետո նորից մեկնում Արցախ։ Բոլորը սա ինչ-որ կա, ինչ-որ լինում է, արվում է, դրանք բոլորը վերացական։ Միայն այն ինչ-որ արվում է, անենք ազգի համար, եւ թող դա լինի, Աստվածը մեզնից հեռու չի, եւ նա լսում է մեր բոլորի ձայնը, եւ դա միայն մաքուր ոգին է խոսում։ Թող ընկերությանը, թող բարի ճանապարհ, ինչ-որ ծրագրամա ունեն, ինչ-որ ծրագիր ունեն, թող կատարի։ Բայց խնդրում եմ, թող ժողովուրդ դուք եք բավական դարեք։ Մենք խելոք ազգ ենք, մենք պայքարող ազգ ենք, մենք անցած ճանապարհներով ոչ թե ցեղ ենք այլ ազգ, ճանապարհի ազգի դարձել ենք։ Ես խնդրում եմ մեր ազգին, բոլորիս շնորհակալություն։ Կռվում է այն ժամանակ, երբ կամավորական ջոկատներ էին, երբ հայկական բանակի հիմքերն են դրվում, դառնում է առաջին զինվորներից մեկը, կռվում է արծիվ մահապարտների գումարտակում, հետո դառնում արծիվ 5 գումարտակի հրամանատարը, կռվում է Երասխավանում, Մարտունիում, Գորիսում, Սիսիանում, Կապանում, Խոջալույում, Կորնիձորում, Խնձորեսկում, մշտապես խուսափում էր լուսանկարչական եւ տեսանկարահանման սարքերից, վստահ էր, որ խոսքով ու գեղեցիկ կեցվածքներով հնարավոր չէ հայրենիքը պաշտպանել։ Բռնավակացում կազմել կան մեջը։ Ես լրիվ կասեմ, որ դիրքերում վախեցել են կան նկարել։ 1994